Պարոն Դանիելյան, ինչ հիմք կար այս երիտասարդներին ձերբակալելու։ Ուրեմն հիմք չկար, էլի ապօրինի գործընթացը, բռնապետական ռեժիմը չի կարողանում անցնել եւ հոգեվոր խոսք տեսնում, այսինքն այն պաստառները, որ հասցրել են սրբազան պայքարի երիտասարդները, դա կարծում եմ, որ օրինակելի է, այսինքն այդ խոսքերը իրենք ամեն օր կարծան, որ մի քիչ բարոյականություն եւ մի քիչ քրիստոնեություն մտնի մեջները եւ տեսնում ենք, որ անգամ նման պաստառների այս իշխանությունները անգամ ժողովրդական են վերաբերում, քանի որ սրբազան պայքարի երիտասարդներն են հստակ թիրախավորում եւ այս մարդիկ ամեն օր հետապնդվում են, արդեն որի-որ դեպքն երբ որ ոստիկանական բաժանմունք են տարվում եւ ապօրինի ձերբակալում են մարդկանց, որոնք որ իրենց խոսքն են տարածում եւ հատկապես սա մի այսօրվա կատարվածը բացառիկ մի իրադարձություն է, երբ որ կրկնում եմ հոգեվոր խոսք տարածելու համար, որ մարդիկ փակցրել են պաստառները, դրա համար ենթարկվում են հետապնդումների